արդեն սկսվել են սիրելի հեռուստադիտողներ, այո, բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր որ միացանում ես։ Լիլ, խնդրեմ պատմիր, թե ինչպեսի թեմա է այս։ Այո, սեպտեմբերի 16-ին Սահմանադրական դատարանը կարևոր որոշում ընդունեց հապկասահմանադրական ճանաչելով այն կարգավորումները, որոնք բացարձակ արգելք էին սահմանում լսողության կամ տեսողության ծանր խնդիրներ ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ։ Այս որոշումը նոր հեռանկար է բացում հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապահովելով հավասար հնարավորություն հանրային ծառայությունների ոլորտում։ Թեմայի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Ես իրով ներկայացրել տաղավարում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շնորհակալ եմ ընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ իսկապես շատ հատկանշական ու կարևոր թեմայի մասին ենք զրուցելու, լսողության կամ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ, ովքեր որ հակասահմանադրական վիճակներով արգելված էին լինել պետական մարմիններում, հատկապես դատական այս համակարգում, հետաքրքիր է, որ բացերից ելնելով հատկապես առավել մեծ ուշադրություն դարձրիք այս խնդրին եւ ընդհանրապես ինչով էր սա պայմանավորված։ Նախ պետք է շնորհակալություն հայտնեմ հենց այս թեմատիկան նման ծրագրի շրջանակներում քննարկման առարկա դարձնելու համար, որովհետև անչափ կարևոր է, որպեսզի մենք անընդհատ խոսենք մեր հասարակությունում առկա տարատեսակ խմբերի խնդիրների մասին, որպեսզի հնարավորություն ունենանք նաև հաղթահարելու այդ խնդիրները։ Նշեմ, որ այն հիմնական այսպես զարմանք առաջացնող միջավայրը, որը մեր հասարակական միջավայրում կար այս որոշման հետ կապված, նաև իմ նախաձեռնության հետ կապված, հենց բխում էր այն կարծրատիպերից, որոնք մեր հասարակությունում գոյություն ունեն, հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված, որովհետև իհարկե մենք շատ այսպես հռչակագրային առումով մշտապես նշում ենք, որ կարեկցող ենք, ապրումակցող ենք նրանց նկատմամբ եւ այլն, բայց եթե դաշտը ընդհանուր դիտարկենք, ամենակարևոր հանգամանքն այն է, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա մեզ հետ հավասարապես ներառված լինի, ներգրավված լինի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում միանշանակ եւ ունենա ինքնադրսևորման հնարավորություններ։ Եվ այս տեսանկյունից մենք ունենք բազմաթիվ կարծրատիպեր, մասնավորապես այն առումով, որ իհարկե կարևոր ենք համարում, որ այս մարդիկ այսպես ներգրավված լինեն տարբեր բնագավառներում եւ այլն, բայց մեր կողքից ինչ որ փակ սենյակներում, ինչը բնականաբար ճիշտ չէ։ Եվ այս նախաձեռնության հենց ամբողջ իմաստը նրանում էր, որպեսզի մենք կարողանանք ռազմավարական փոփոխություն իրականացնել մեր պետության քաղաքականության շրջանակներում եւ նաեւ շատ կարեւորում եմ, որ Սահմանադրական դատարանը այսպիսի բեկումնային որոշում ընդունեց եւ ինչ որ առումով նաեւ ընդհանուր տրամաբանությունը փոխեց արդեն որպես դատական իշխանություն իրականացնող մարմին։ Շատ լավ, համեցեք։ Ինչպես Մարդու իրավունքների գրասենյակը սկսեց այս դիմումը եւ որն էր դրդապատճառը, ինչպես սկսեցիք այն հիմնավորել։ Ինչու եք այսպիսի հարց բարձրացնում։ Ի սկզբանե ես շատ կարևորում եմ հասարակության այն շերտերի հետ կապված հարցերի բարձրաձայնումը, ում ձայնը կարող է շատ լսելի չլինել։ Ընդհանրապես, երբ Հայաստանում կամ շատ այլ պետություններում էլ խոսում են մարդու իրավունքների խնդիրների մասին, սովորաբար լսելի են այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են մարդիկ, ովքեր ունեն այդպիսի հնարավորություններ, եւ այն մարդկանց ձայնը, ովքեր նման հնարավորություններ շատ չունեն, սովորաբար լսելի չի լինում, եւ դա է պատճառը, որ ես շատ կարևորում եմ հենց տարատեսակ խմբերի ձայնը լսելի դարձնելը, ովքեր կարող են գտնվել նաև խոցելի իրավիճակում եւ այդ տեսանկյունից ինձ համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերը միանշանակ առաջնահերթություն են եւ այս առաջնահերթությունների համատեքստում ես իհարկե տարատեսակ մեթոդներով գործունեություն իրականացրել եմ նաև որպես մարդու իրավունքների պաշտպան, որովհետեւ մի շարք հարցերի լուծումներ կարողացել են գտնել նույնիսկ դատական իշխանության գործունեությունից դուրս տարբեր այլ մեթոդներով, բայց քանի որ ընդհանուր կարծրատիպերն այնքան մեծ էին մեր հասարակությունում, որ նման լուծումները անհնար էին, այսպես ասած, դիտարկվում եւ ըստ էության նաեւ ես ինքս իրավական վեճ ունեի տարբեր պետական մարմինների գործընկերների հետ, ես որոշեցի, որ ճիշտ կլինի ընտրել ռազմավարական ուղղությունը եւ այսպիսի ավելի մեծ բնագավառ, որտեղ շատ ավելի տեսանելի կարող է դառնալ
թե խնդրի արկայությունը, թե խնդրի լուծումը, եւ որոշեցի, որ հենց այս հարցով պետք է դիմել Սահմանադրական դատարան։ Իհարկե, մինչ այդ մանրամասն ուսումնասիրել էինք ամբողջ աշխարհում գոյություն ունեցող փորձը, քանի որ եթե դիտարկենք միջազգային չափանիշների տեսանկյունից, ապա նման բացարձակ արգելքներն այսօրվա աշխարհում չեն դիտարկվում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտի չափանիշներին համապատասխան։ Այսինքն, սա միանշանակ է, որ միջազգային ստանդարտների դիտանկյունից խնդրահարույց է եւ նաեւ կան երկրներ, որտեղ օրինակ տեսողության խնդիրներ ունեցող անձինք շատ լայն ծավալով ներգրավված են դատական իշխանության բնակավարում, նաեւ տարբեր այլ առանձնահատկություններ ունեցող անձինք եւ այս ամբողջ փորձը ու միջազգային ստանդարտները ներկայացնելով եւ այդ ամենը համադրելով մեր սահմանադրական կարգավորումների հետ որոշեցինք, որ պարտադիր պետք է հարցը ներկայացնել Սահմանադրական դատարան։ Մենք իհարկե խոսում ենք Սահմանադրական դատարանի մասին եւ նրա որոշման, այս ամենը ունի նաեւ իրավական նշանակություն։ Մենք նաեւ իհարկե խոսում ենք մարդկային առումով, մարդու իրավունքների պաշտպանության վիճակների մասին, բայց իրավական նշանակությունը ըստ ձեզ ինչպես եք դուք գնահատում։ Նախ մարդկային տեսանկյունից նշանակության մասին խոսամ, քանի որ ինձ երբ հարցնում են օրինակ այս հարցը ինչ հետևանք կունենա կոնկրետ իրավական բնակավարի վրա, ես միշտ ասում եմ, որ առաջին հերթին մարդկանց ճակատագրերի վրա կունենա նշանակություն, որովհետև մենք այսպես տարբեր իրավական խնդիրներ տեսնում ենք, բայց շատ քիչ ենք պատկերացնում, որ այդ ամենի ետևում իրական մարդկային ճակատագրեր են, եւ այս տեսանկյունից մենք կարող ենք ձևավորել հնարավորություններ հենց այս մարդկանց համար իրապես փոխելու իրենց ճակատագրերը։ Իրավական տեսանկյունից կարևոր դերակատարությունն այն է, որ ըստ էության, երբ վերանում է արգելքը, բնականաբար նաև անձանց համար են հնարավորությունները շատանում։ Իհարկե նաև պետության համար պարտավորություններն են մեծանում, որովհետև պետությունն էլ պարտավոր է խելամիտ հարմարեցումներ երաշխավորել, որպեսզի այս անձինք եւս ունենան հավասար հնարավորություններ նշված բնակավարներում ներգրավվելու եւ Տիկին Մանեսյան, ինչպես եք պատկերացնում այս հնարավորությունները, օրինակ տեխնիկական տեխնիկապես ինչպես պետք է լինի, որպեսզի նախ գործունեությունը հավուր պատշաճի տեղի ունենա, այսինքն եթե դատավոր է, որը ունի հաշմանդամություն, այս դեպքում ինչպեսի պայմաններ են պետք նրան, որպեսզի ճիշտ աշխատանքը ընթանա։ Բնականաբար պետք են առաջին հերթին հենց տեխնիկական լուծումներ եւ երբ խոսում էի խելամիտ հարմարեցումների մասին, միանշանակ հենց նաեւ այդ լուծումներն են նշված հարմարեցումների համատեքստում դիտարկվում եւ դարձյալ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նման տեխնիկական հնարավորություններ այսօր գոյություն ունեն եւ իհարկե պետության պարտավորությունն է երաշխավորել, որպեսզի այդ տեխնիկական հնարավորությունները գործող դառնան եւ գոյություն ունեցող դառնան նաեւ մեր հանրապետությունում։ Այստեղ մի կարևոր հանգամանքի պարզապես ուշադրություն պետք է դարձնել, որ շատ կարևոր է, որպեսզի անձանց գիտելիքներն ու հմտությունները առաջնահերթ գնահատման արժանանան եւ առանցքային դիտարկվեն հենց դրանք եւ այս առումով պիտի արձանագրեմ, որ ցավալիորեն մեզ մոտ շատ են նաեւ խնդիրները հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը երաշխավորելու տեսանկյունից, այո, եւ ես սրան պարտադիր պիտի անդրադառնամ եւ ինչքան մենք շատ խոսենք այս խնդրի մասին, այնքան մենք շուտ կհասնենք խնդրի լուծմանը, իհարկե պատշաճ լուծումներ նաեւ առաջարկելով, բայց շատ կարեւոր է, որպեսզի պետությունը նաեւ շատ լուրջ ուշադրություն դարձնի հենց հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրացմանը, որովհետեւ նաեւ մենք պարբերաբար բողոքներ ունենում ենք, այդ թվում տարբեր խնդիրներ, տարբեր առանձնահատկություններ ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների բացակայության մասին եւ խոսքը ընդ որում միայն թեքահարթակների արկայությունը կամ բացակայությունը չէ, որովհետև մենք միայն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց հարցերի վերաբերյալ չէ, որ խոսում ենք, այլ խոսում ենք նաև այլ խնդիրներ ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ ապահովելու մասին, օրինակ ժեստերի լեզվի եւ մնացյալ այլ հանգամանքների, մասնագետների դիտանկյունից նաև մասնագետների պատրաստման եւ այս առումով ես միանշանակ կարեւոր եմ համարում, որպեսզի շատ լուրջ ուշադրություն դարձնենք հենց կրթության իրավունքից եւ համակարգի բարեփոխումներից սկսած հարցերին։ Իրականում ինձ համար այստեղ հարց առաջացավ, արդյոք ես հասարակության շերտերից ելնելով եմ այս հարցը տալիս, մեր վերաբերմունքը դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց, արդյոք ընկճվածություն ու նեղվածություն չկա հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ այս առումով հասարակության եւ պետության վերաբերմունքից, դրա համար սկսել են հարցերը քիչ բարձրաձայնվել, դրա համար լուծումները այդպես ռեալիստիկ չեն թվում եւ չկան։
Բնականաբար մարդիկ կարող են տարբեր զգացողություններ ունենալ այնպիսի իրավիճակներում, երբ օրինակ տարբեր խնդիրներ կամ առանձնահատկություններ ունենալը դիտարկվում է որպես խարան, իսկ մենք չենք կարող բացառել, որ մեր հասարակությունում հենց այդպիսի մոտեցումներ իրապես առկա են, խոսքը ընդ որում վերաբերում է ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքին, որովհետև մենք նույնիսկ տարբեր բառեր, որ օգտագործում ենք օրինակ որպես վիրավորանքի տեսակ եւ այլն պարտադիր նաեւ ստիգմատիզացնում ենք հաշմանդամություն ունեցող անձանց, չնկատելով կամ չմտածելով դրա մասին։ Բայց այս խնդիրը դեռ ակտուալ է։ Այո, կարծում եմ։ Միանշանակ ակտուալ է, ոչ միայն ակտուալ է, այլ մենք ստիպված ենք սրա վերաբերյալ ամենօրյա ռեժիմով խոսել, որովհետեւ նորից եմ կրկնում, եթե նույնիսկ դիտարկեք այն վիրավորանքները, որ օգտագործում են թե կենցաղային, թե հանրային միջավայրում, կտեսնեք, որ դրանք միանշանակ թիրախավորող են հենց հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խնդիրներից ելնելով եւ այս դիտանկյունից ակնհայտ է, որ նաեւ եթե ընդհանուր դաշտն դիտարկեք, մենք շատ քիչ ենք տեսնում ընդհանրապես հաշմանդամություն ունեցող անձանց եւ դրա պատճառը հենց այն է, որ նախ բազմաթիվ են կարծրատիպերը եւ շատ հաճախ է դա որպես խարան դիտարկվում, երկրորդ ընդհանրապես մատչելի չէ մեր միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար անգամ տեղաշարժվելու այո համար եւ հենց դա է նաեւ պատճառը, որ նախ կարծրատիպերն են մարդկանց մոտ շատ խիստ նստած այս բոլոր հարցերի առումով եւ երկրորդը թվում է, որ այդ խնդիրները գոյություն չունեն եւ այդ մարդիկ էլ այդ խնդիրները չունեն, բայց իրականում թե այս մարդկանց հետ շփումն է ցույց հուշում, որ մենք պետք է ոչ միայն բարձրաձայնենք, այլ լուծումներ գտնենք այն բոլոր հարցերի համար, որոնք առկա են։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է նրա մասին, որ հաշմանդամություն ունեցողներին կարող են վիրավորել այս ժամանակներում 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհում։ Ես պետք է միայն հավելեմ, որ հաշմանդամություն ունեցողին վիրավորողը հաշմանդամ է հոգով։ Սա ավելի վատ է, քան որպես այդպեսին ֆիզիկական կամ մտավոր
խնդիրներ ստացնելու վերաբերելի որոշումների ոչ միայն կայացման, այլ նաև խնդիրների բարձրաձայնման գործընթացում եւ սա եւս առանցքային է նրանց ներառականությունը ապահովելու լուծմանը, բայց նաև ուզում եմ կոչ անել բոլորին, որպեսզի մեծ ուշադրություն դարձնեն նաև թե այս կազմակերպությունների, թե մարդկանց ներգրավմանը խնդիրների լուծման Սա առանցքային է եւ մի կարևոր բանի մասին էլ շեշտադրում անեմ։ Մենք մեր մշտադիտարկման այցերին նաեւ շատ հաճախ ընդգրկում ենք հատկապես եթե խոսքը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մշտադիտարկմանն է վերաբերում, հենց հաշմանդամություն ունեցող անձանց եւ սա մեզ եւս հնարավորություն է տալիս հենց իրենց դիտանկյունից տեսնելու խնդիրները, իրենց էլ բնականաբար հնարավորություն է տալիս տեսնելու այն աշխատանքները, որոնք այս բնակավարում մենք ենք փորձում իրականացնել։ Շատ շնորհակալ։ Եվ շնորհակալ ենք իսկապես մարդու իրավունքների հանրայնացման, դրա խնդիրների բարձրացման եւ շատ ու շատ ճանապարհներ գտնելու, որոնք որ տանում են այդ խնդիրների լուծման, այնպես որ կսպասենք մեր տաղավարում մյուս հետաքրքիր թեմաները բարձրաձայնելու անպայման եւ զրուցելու դրա մասին։ Ձեզ լավ շարունակություն, Տիկին Մանասյան, եւ վստահ ենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահավոր պատշաճի կհետևի, որպեսզի այս որոշումը հստակ կիրառվի եւ կիրառելիությանը նաեւ հետևի։ Շնորհակալություն։